Շնորհակալ եմ կառավարության իմ գործընկերների հետ մեկտեղ այսօրվա միջոցառմանը մասնակցելու հնարավորության համար։ Պլատֆորմի տարեկան զեկույցի ներկայացման նպատակով կառավարություն, քաղաքասարակություն, երկխոսության իրականացումը մենք համարում ենք գործնական, օգտակար եւ կառուցողական ձևաչափ։ Ուրախ եմ, որ դրան այսօր մասնակից են նաև համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ՍԵՊԱ-ի իրագործումը մշտադիտարկող ազգային ժողովի մեր գործընկերները, որպես նախաբան նշեմ, որ այս համաձայնագիրը Եվրամիության ու նրա անդամ պետությունների հետ մեր հարաբերությունների իրավական հիմքն է հանդիսանում եւ դրա իրագործման արդյունավետության բարձրացումն առավել կարեւորում ենք Երևանի եւ Բրյուսելի միջև վերջին շրջանում նոր թափ ստացած երկկողմ հարաբերությունների ֆոնին։ Մեր նախորդ հանդիպմանը հետևել են նոր զարգացումներ։ Տրվել է ՍԵՊԱ-ով ամրագրված վիզաների ազատականացման մեկնարկը եւ այժմ ընթանում են բանակցություններ վիզաների ազատականացման գործողության ծրագրի շուրջ։ Նաեւ այս պահին ավարտին են հասնում Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգի ձևավորման աշխատանքները։ Զուգահեռաբար Եվրամիության գործընկերների հետ քննարկում ենք 25-27 ժամանակաշրջանի համար իրականացվելիք դիմակայունության եւ աճի պլանի ձևն ու կառուցվածքը։ Մեր հանդիպման համատեքստում խոսքն իհարկե առաջնահերթորեն վերաբերում է ՍԵՊԱ-ի շրջանակներում բարեփոխումների իրականացման գործընթացում քաղաքասարակության ներգրավման ավելացման հնարավորություններին։ Մեր նպատակն է մասնակցային ժողովրդավարության տրամաբանության ներքո մեծապես օգտվել մասնագիտական այն ներուժից, որն առկա է Հայաստանի եւ Եվրամիության բիզնես, ակադեմիական եւ փորձագիտական շրջանակներում։ Կցանկանայի ընդգծել նաեւ ՍԵՊԱ-ով ծնունդ առած հանդիպումների եւ կարծիքների փոխանակման այս հարթակի աշխատանքի ու նրա անդամների կողմից ներդրվող ջանքերի կարեւորությունը։ Հարթակի հետ շարունակական ու կառուցողական երկխոսության իրականացումը մեր անփոփոխ քաղաքական կամքն ու հանձնառությունն է։ Հարթակի այս տարվա զեկույցը կենտրոնացել է մեր հանրությանը հետաքրքրող որոշ թեմաների վրա, ինչպիսիք են հակակոռուպցիոն, դատական եւ մարդու իրավունքների, էներգետիկ անվտանգության, աշխատանքային եւ սոցիալական քաղաքականության ոլորտներում բարեփոխումների ընթացքը, միգրացիա եւ վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքը։ Անցած տարվա օրինակով առաջարկում եմ, որպեսզի այս հանդիպմանը հաջորդի պլատֆորմի զեկույցում վերահանված խնդիրների, բացերի, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կարծիքների, քննադատությունների եւ առաջարկությունների վերաբերյալ կառավարության գրավոր պատասխանը, որի նպատակն է լինելու ավելացնել հանրային իրազեկվածությունը ու ներգրավվածությունը նշված ոլորտներում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը քաղաքասարակության պլատֆորմի հետ կառուցողական երկխոսությունը շարունակական եւ ինստիտուցիոնալ դարձնելու հարցում եւ ակնկալում եմ ձեր բոլորի ակտիվ ներգրավվածությունը։ Շնորհակալություն ուշադրության համար։